Ներկայացում կտակ։ Նախ կներկայանաք, բայց Տիգրան սկզբից։ Տիգրան Հարությունյան Թաթուլյան, ազգությամբ հայ, մարդասություն կստանեի մարդասի։ Քիչ բարձր խոսեք։ Սեփականատեր, վերևում բնակիչ։ Խնդիրը կներկայացնեք Տիգրան ջան, ինչ է կատարում այս պահին այստեղ։ Գույքս վնասում են։ Գույքս արարողիկ վիտումնավոր վնասում են։ Հասցրել են անբավարար 3-րդ աստիճանի կատեգորիայի։ Ով է քանդողը։ Քանդողը օֆիցիալ ՀՀ պետ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանի հայր Համլետ Գևորգյանն է, ում անունով որ տրամադրվել է շինթույլտվությունը։ Քանի տարի է այստեղ եք ապրում ու ինչպես ստացվեց, որ շինթույլտվություն տվեցին առաջին հարկում շենքի։ Գրեթե ամբողջ կյանքում ստեղ եմ ապրել։ Շատ զարմացանք շինթույլտվության մասին, որ վարչական բարույթի կողմից չենք եղել, վարչական բարույթի մասին տեղեկացված չենք եղել, մեր համաձայնությունները տրամադրված չեն եղել։ Ավելին սեփականատերի ցուցակը, որի հիմքում կազմակերպվել է քվեարկությունը, բարեևույթ կեղծված է եղել, ներառելով նույնիսկ մեր ավտոտնակը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ցուցակում։ Իսկ քաղաքապետարանը ավտոտնակն ու առանձին օղակտորը դիտարկել է որպես բազմաբնակարան շենքի մաս։ Քանի բնակիչներ է շենքում։ Այս շենքը ունի 5 հասցե, որոնցից 3-ը պատկանում են իմ ընտանիքին, 2-ը պատկանում են պետ փոխնախագահի ընտանիքին։ Միշտ իրար հարևանությամբ եք ապրել, թե վերջին տարիներին Տասնյակ տարիներ էստեղ են ապրել։ Ինչպես ստացվեց, որ այդ կոնֆլիկտն առաջացավ։ Կոնֆլիկտն առաջացավ նրանից, որ մեզ կողքի հատվածում կատարվում էր շինարարություն։ Եվ այդ շինարարության ժամանակ մենք էլ էինք ցանկանում, այսինքն նմանատիպ կառուցել շենքը, ինչպես եւ պլանում պետք փոխնախագահը։ Այդ ժամանակ առաջարկ էր եղել փոխանակվող համաձայնություններով միասին վերակառուցել շենքը ու նաեւ բաժանել այս հողը, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, երկու հավասար մասերի յուրաքանչյուրին պատկանող։ Սակայն վերջինս հայտարարեց, որ եթե դուք ուզում եք ինչ-որ բան կառուցել, պիտի ձեզ պատկանող այս ամբողջ հողը տաք մեզ։ Ուղղակի տաք մեզ։ Իմ համար դա անընդունելի է, որովհետև գիտակցում էի, որ հանվել է իմ շենքի հիմքը, եւ եթե մենք երկուսս հավասար քաղաքացիներ, եթե հավասար ես երկրում, ունենք միմյանց կարիքը, համաձայնության կարիքը, պիտի գանք համաձայնության ու անընդունելի է դրա դիմաց նաև կան ինձ պատկանող գույքը, որի համար ես մերժեցի։ Իսկ մերժելուց հետո հիմա պարզվում է, որ այս երկրում մենք հավասար չենք։ Սպառնալիքները հնչել, այսինքն ձեր հասցեին։ Այո, դրանից հետո հնչեցվեցին սպառնալիքներ, որ սումները կկտրեն, դրանից հետո հայցն ներկայացվեց դատարան այդ սումները եւ իմ տունը քանդելու, այդ հայցը պարտվեցին վարչական դատարանում, որից հետո պարտվեցին վերաքննիչ վարչական դատարանում։ Առայցը վերաքննիչ վարչական դատարանի որոշումը չեն ստացել, բայց շենքը շարունակում են վնասել։ Ինչ նպատակով, որ քանդման դեպքում ասեն, որ մենք վիճարկում էինք այդ սյուները։ Դուք որ մարմիններին եք դիմել այս հարցով, դա Ես բոլոր պետական մարմիններին դիմել եմ վերջին 1.5 տարվա ընթացքում եւ քաղաքաշինության կոմիտեին եւ քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմին Երևանի քաղաքապետարային, Կենտրոն քաղաքապետարանին, հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, վերահսկողական ծառայությանը, դատախազությանը, քննչական կոմիտեին, ՆԳՆ ոստիկանությանը, բոլոր պետական կառույցներին, վարչապետին։ Արձագանք ստացել եք որևէ կառույցից։ Ստացել եմ, արձագանքը շենքից 3-րդ աստիճանի վթարն է։ Հիմա դուք այս պահին երկրորդ հարկում ապրում եք, այսինքն այս պայմաններում։ Այս պահին ապրում եմ 3-րդ հարկում, երկրորդ հարկում ապրում է իմ հյուրերի, իմ ընկերը խոսեն, որ դիվանագիտական անձնագրով Հայաստանում է այս կառավարությանը օգնելու, շենքում փաստացի 2 իսպանացիներ են, որոնց կյանքը ու առողջությունը, միջազգայինորեն պաշտպանված կյանքի ու առողջության իրավունքը ուղղակի այս երկրի կողմից կոպտակույն ձևով ոտնահարվում է, չհաշված իհարկե իմ սեփականության իրավունքի խախտմանը, բայց արդեն գիտեք, երբ որ սեփականության իրավունքը ամբողջությամբ տրորում են, մտածում ես կյանքիդ մասին։ Դուք պետ փոխնախագահի հետ առերես զրույցներ ունեցել եք։ Ինչպես է նա պարզաբանում իր քայլերը։ Ես կարծում եմ, որ ատելություն կա այստեղ։ Ես կարծում եմ,
Ինչպես պիտի բացաբանի, այդ հարցը երևի իրան ուղղեք։ Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Լավ կլինի, որ դուք իրան այդ հարցը ուղղեք։ Ամենայն դեպս պետք է փոխնախարարը 2-3 օր առաջ եւս նույն չգործող ոստիկանության եւս նույն չգործող քաղաքապետարանի աշխատակիցների հետ Լիմոնե սրճարանում նստած իմ տանջանքերին ու սեյսմիկ եզրակացությունը ծանոթանալուց հետո, որոնք որ չկասեցրեցին ու փախան տարածքից։ Այս բանը այստեղ շինարարություն է իրականացնում, ինչքան ժամանակ է շինարարությունը գնում։ Շինարարությունը երկար ժամանակ է գնում, այս բանը իրականում դադարեցրել են աշխատանքները, քանի որ այդ օրերին ամեն ինչ արեցի, որպեսզի ցույց տամ ոտնահարի դատական ակտը եւ անտեստի սեյսմիկ փորձակնության արդյունքը դժվարությամբ կապվեցի դահակացարայության հետ, որոնք նույնպես չէին պատասխանում, ստացվեց վերջում դադարեցնել, բայց այսօր դատական նիստ է կայանալու քաղաքացիական դատարանում Արաբկիրի պատասխան դատարան Արտուշ Ավակյանի մոտ, որտեղ որ կարծում եմ ներկայացվելու է տվյալ հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն պարոն Գևորգյանից կողմից եւ շատ անհանգստացած եմ, որովհետեւ հիմիկվա սրա վերացումը կարող բերի արդեն 5 մահվան։ Քանի տարի է ինչ խնդիրն առկա է։ Խնդիրը մեզ համար հասկանալի դարձավ խնդիրը վերջերս, վերջին 4 տարի, բայց պարզվում է, որ դրանից առաջ էլ մեր շենքի տակի ընդհանուր բաժնային հողը գծված է պարոն Գևորգյանից պատկանող սեփական այգու։ Պարոն Գևորգյանից պատկանող սեփական այգու քաղաքապետարանում նրանք տարիներով ուզում էին մի քաղաք, որ ընդհանուր հողի համար է, որը որ բացակայում էր մեր ինչ ինքեր էին գործում ստեղծել, չգիտեմ։ Դատական ակտ որոշումից հետո շինարարությունը այստեղ կատարվել է։ Որոշումը ձեռքից, այստեղ ոստիկանության ներկայությամբ, քաղաքապետարանի աշխատողի ներկայությամբ այստեղ կատարվում է քանական Այսինքն որոշումը ինչ որ պահի չի կատարվել։ Այո, արձանագրենք, որ դատարանը Ինչ որ օրեր կատարվել է, այսինքն որոշումից հետո դա խախտում է։ Ոչ թե որոշումը չէ կայացում, այլ վերջիններից կողմից խախտում էին հենց այստեղ տեսնում եք երկաթ բետոնյա հատվածը դրա եւ քարերի արանքը այնպիսի տպավորություն էր, որ թույլատրում էր շենքը։ Միտումնավոր։ Ես կարծում եմ, որ արևույթ միտում արտա է։ Փորձում են ձեզ ճնշել, կարծում եք, որ դուք դուրս երկրորդարվից։ Այո, կարծում եմ, փորձում են ճնշել արևույթ, փորձում են ճնշել հասնելով համար գույքից վաճառքի ոչ շուտական արժեքի շատ ավելի ցածր։ Ստիպողաբար թե Հա, ստացվում է Եթե սա ինչ ակր։ Չէ, ջանջիգար։ Դուք պայքարելու եք մինչև ձեր իրավունքները վերականգնվեք։ Ճիշտ է։ Դատական որոշումը, եթե իօգուտ եք փոխնախագահի, այսինքն իրենց գործընկերների դիմաց։ Եկեք շատ բարձրացնել հիմա ֆայլերը, բայց բոլոր դեպքերում պաշտպանելի եմ իրավունքներս։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ոչ եմ անում պաշտպանել ձեր իրավունքները, թույլ չտալ դրանց ոտնահարումը։ Եվ հասկանանք ինչ ա լինում այս երկրի հետ, ինչ ա լինում այս քաղաքի հետ, երկրի սահմանների հետ։ Տիգրան ջան, կարող եք բացանալ բնակարան տեղել ճաքերը, ասում եք ճաքեր կար նկարահանումից առաջ կարող եք նկարահանել այդ ճաքերը։ Նա արդեն պիտի շտապենք դատարան։ Հա, արդեն դատարան։ Ես նկարել եմ համացանցում դերևի քաղաքացիներ ժամը դատական նիստի 15-15 Արաբկիրի քաղաքացիական իրավասության քաղաքացիական դատարանում կանալու մենք որպես Հայաստան ավականու անդամներ պատրաստ ենք կանգնել ցանկացած քաղաքացի կողքին, իր շահերը պաշտպանելու եւ ճիշտ գնահատական Շնորհակալություն ձեզ, որ պայքարում եք ձեր իրավունքների համար, որովհետև յուրաքանչյուրը եթե պայքարի իր իրավունքների, իր ոտնահարված իրավունքների համար, վստահեցնում եմ ցանկացած պայքար գոնե մինչև վերջ գնալու է դեպի հաղթանակ, որովհետև յուրաքանչյուրս ունենք Այո։ Փոփոխություններ երբ որ անում են երկրում, դա իրենց երկիրը չի, դա մեր երկիրը։ Այո, սա մեր երկիրն է եւ Որոշելու մեր երկրի Այո։ Մեկ ես ճիշտ հասկացա, որ այս տարածքը իրական պատկանում է նաև ձեզ, որպես բաժնային մաս, բայց
այս առաջահայտի սեփականատերը ինչ որ փաստաթղթեր կերտելով կամ ինչ որ անօրինականություն անելով, սա վերցրել է իր Մեղադրանք Հետևաբար ձեռնպահ կմնամ նման հայտնությունից որպես ապագա իրավաբան, որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մասնագիտության ուսանող ու ամբողջ հույսս ունեմ էլի դատարանի որպես պետական կառավարման կարևորագույն ուսանողի այսօր adekvat հարցականություն բարի, շնորհակալություն։